Ստրեսից կամ հիվանդությունից հետո ուղեղին ժամանակ է պետք, որակյալ վերականգնվելու համար։ Միշտ ապեք բեռը մեծացնել։ Արյան մատակարարումը հիշողության բանալին է։ Կանոնավոր աշխատանքը, ճիշտ հավելումները և ուղեղի աջակցությունը կտան ցանկալի արդյունք։ Ծանր հիվանդությունից կամ ստրեսից հետո մեր հիշողությունը կարող է զգալիորեն վատթարանալ։ Կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց վերականգնման համար ժամանակ է պետք։ Այս տեսանյութում ես կպատմեմ, թե ինչպես վերականգնել հիշողությունը հիվանդությունից կամ ստրեսից հետո և գլխում վերադարձնել պարզությունը։ Քայլ համար 1. Թույլ տվեք ուղեղին վերականգնվելու ժամանակ։ Քանի որ ստրեսից կամ հիվանդությունից հետո ուղեղին ժամանակ է պետք, որակյալ վերականգնվելու համար։ Սա ակնթարթային չի լինի։ Կարևոր է հանգիստ վերաբերվել դրան և ձեզ ժամանակ տալ վերականգնման համար։ Ինչ անել։ Միշտ ապեք բեռը մեծացնել։ Սկսեք հիշողության և ուշադրության թեթև վարժություններից։ Օրինակ, բարձրաձայն կարդացեք կարճ տեքստեր։ Բարձրաձայն կարդալը միանգամից ակտիվացնում է ուղեղի մի քանի հատվածներ, ներգրավելով տեսողական և լսողական հիշողությունը, ինչը ամրապնդում է տեղեկատվության հիշումն ու հասկացողությունը։ Նաև շատ է օգնում ուշադրության վրա պարզ առաջադրանքների լուծումը և սեղանի խաղերը երեխաների կամ թոռների հետ։ Երկրորդ քայլը. օգտագործենք բնական հավելումներ։ Ստրեսից հետո ուղեղը աջակցության կարիք ունի։ Նիկոտինը, ալկոհոլը ուտում են B խմբի բոլոր վիտամինները, առաջանում է աճող դեֆիցիտ։ Իսկ ադապտոգեններով հավելումները ոսկե արմատով, կարմիր արմատով, գինքո բիլոբայով, դիոսկորեայով, կուրկումինով կամ B խմբի վիտամիններով աջակցում են ուղեղի ակտիվությանը և բարելավում հիշողությունը։ Ինչ անել։ Դիետայում ավելացրեք ադապտոգեններով, B խմբի վիտամիններով կամ ձգան յուղով հավելումներ, օգնելու ուղեղին վերականգնվել։ Երրորդ քայլը. բարելավենք ուղեղի արյան շրջանառությունն ու թթվածնային մատակարարումը։ Արյան մատակարարումը հիշողության բանալին է։ Ստրեսներն ու հիվանդությունները կարող են նվազեցնել ուղեղում թթվածնի մակարդակը, իսկ արյան շրջանառության բարելավումը օգնում է վերականգնել հիշողությունը։ Ստուգեք գլխուղեղի անոթները։ Հնարավոր է խնդիրը դրանց մեջ է։ Անցեք գլխուղեղի անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։ Ոչ պակաս կարևոր է խոլեստերինի հավասարակշռությունը։ Ինչ անել։ Կանոնավոր կատարեք շնչառական վարժություններ և մեծացրեք ֆիզիկական ակտիվությունը։ Սա կարագացնի վերականգնումը։ Բացի սովորական ֆիզիկական ակտիվությունից կարևոր է պարանոցի մկանների ակտիվությունը։ Քայլ 4. Աշխատեք հոգեեմոցիոնալ վիճակի հետ։ Հոգեեմոցիոնալ վիճակը մեծապես ազդում է հիշողության վրա։ Երբ մենք ստրես ենք ապրում, վատթարանում է կոնցենտրացիայի ունակությունը։ Ինչ անել։ Օգտագործեք հանգստացման մեթոդներ՝ յոգա, շնչառական պրակտիկաներ կամ տարբեր հանգստացման տեխնիկաներ, որոնք կօգնեն վերականգնել էմոցիոնալ հավասարակշռությունն ու հիշողությունը։ Մի խուճապվեք, եթե հիվանդությունից կամ ստրեսից հետո հիշողությունը վատթարացել է։ Կանոնավոր աշխատանքը, ճիշտ հավելումները և ուղեղի աջակցությունը կտան ցանկալի արդյունք։ Գլխավորը չշտապել, այլ վերականգնվել բնական արագությամբ։